Հիմա ձեզ ցույց տամ պրասատկա եւ ֆինրես հասկացողությունները։ Հիմա ստեղ վերևը նասուկի կողը տեսնում եք ֆինրես, ռեզուլտատ տարգովի, որը որ ցույց է տալիս այդ օրվա ձեր աշխատածը, այսինքն այս մասում թե դուք այդ օրը ինչքան եք գումար աշխատել։ Այս բaragam ֆինրեսը -0.2 ռուբլի է, ստեղ ամբողջ հաշվարկը ռուբլիներով է։ Երկրորդ ամենակարևոր բանը պետք է ուշադրություն դարձնել պրասատկայի, այսինքն պրասատկան ինչն է։ Դա ձեր օրվա սահմանաչափն է մինուսի։ Այդ սահմանաչափը շատ կարևոր բան է ձեր ռիսկերի համար։ Սկզբնականում բոլոր սկսողների մոտ 50 ռուբլուց է սկսում, այսինքն ձեր օրվա մաքսիմում սահմանաչափը 50 ռուբլի է։ 50 ռուբլու պարագայում ոնց է համակարգը աշխատում։ Երբ որ ձեր գործարքների բացասական արդյունքը գերազանցում է 50 ռուբլին, ծրագիրը ձեզ ուղղակի փակում, այսինքն չի թողում, որ դուք այդ օրը շարունակեք աշխատել։ Եթե դուք գերազանցել եք, ենթադրենք ձեր գործարքների արդյունքը բացասական տեսք ունի ու գերազանցել է 50 ռուբլին, այսինքն 51 ռուբլի ենթադրենք մինուս եք արել։ Ծրագիրը ուղղակի փակում է եւ չի թողում, որպեսզի գործարքը շարունակեք եւ աշխատեք, բայց պլյուսի պարագայում սահմանաչափ ընդհանրապես չկա, այսինքն 50% ունենալ դեպքում ռեալը նույնիսկ աշխատել 1000-2000 ռուբլի, այսինքն այդ պարագայում սահմանաչափ չկա, ինչքան հնարավորություն կա, ինչքան շուկան հնարավորություն է տալիս, ինչքան սիտուացիաները բարձր են լինում, այդքան ավելի շատ կարելի աշխատալ։ Մինուսի դեպքում սահմանաչափը ուղղակի դրած է, որպեսզի մեկ օրվա կտրվածքով ամբողջ ձեր հաշիվը եւ ձեր ամբողջ կապիտալը մինուս չանեք, այսինքն ինքը ռիսկերի պահպանման համակարգը ռիսկ մենեջմենտն է, որը որ շատ է օգնում զարգանալու, առաջ գնալու եւ ստաբիլ աշխատելու համար։ Հիմա բացատրեմ, ներկայացնեմ объем հասկացողությունը, այսինքն объем-ը ինչ է, դա մեծ թվով առնողներն են։ Ենթադրենք նույն ռուսալի վրա օրինակը բերեմ 3312 կոնտրակտ, այսինքն դա նորմայից ավելի մեծ է։ Նայեք, առնողների քանակները մյուս գների վրա ավելի քիչ են, բայց այստեղ նույնիսկ ավելի շատ թիվ հայտնվեց, որ ավելի լավ օրինակը 13264, այսինքն նորմայից շուկայում ավելի մեծ թիվ է հայտնվում։ Դա կարելի է լավ հիմք ընդունել գործարք անելու համար, ինչի, որովհետև լոգիկան սա է, եթե ինչ-որ մեկը ուզում է 13000 առնի, հավանականությունը, որ իրան այդքան մեծ քանակով կծախենք, քիչ է, այսինքն ուղղակի իրան հիմք ընդունելով իր մոտից գործարք ենք անում։ Ինչ ձևով փորձում ենք իրան մաքսիմում մոտիկ գնից գործարք բացել, եթե объем-ը առնողը վերևից է 13264 կոնտրակտ, իրան ավելի մոտիկ գներից փորձում ենք առնել, հնարավոր է մոտիկանա մեզ ռեալիզացնել, այսինքն մեզ վաճառեն, բայց իրան դժվարությամբ վաճառեն եւ գինը ստիպված բարձրանա վերև։ Խի կարող է բարձրանա այս լոգիկայով, որ ինքը խոչընդոտ կարա առաջանա, որ այս գնից ներքև իջնելու համար, այսինքն քանի որ քանակով առնողը ավելի մեծ է, հնարավոր է որ գինը ֆիքսվի այստեղ նույնիսկ հակառակ բարձրանա։ Դրա համար ուղղակի իրան հիմք ընդունելով կարելի է գործարքներ բացել։ Մյուս ամենակարևոր լոգիկան այն է, որ այդ պարագայում իրանից գործարք բացելու պարագայում հնարավոր մինուսը ավելի քիչ է։ Ուղղակի ուշադրություն եք դարձնում մեծ թվով առնողներին կամ ծախողներին կոնտրակտներով ու փորձում եք գործարքներ անեք իրանցից։ Մյուս դասում ես բացատրեմ, թե որ ակցիայի համար ինչ չափի թիվն է, որ մեծ է համարվում, որովհետև դրանք ամեն արժեթղթի համար կարող են հարաբերական լինել եւ տարբերվել։ Այսինքն նույն թիվը 14662-ը, որը որ ռուսալի համար մեծ թիվ է, մեջելի համար ընդհանրապես մեծ թիվ չի։ Այսինքն հիմք ընդունել այս ակցիայի վրա այդ թվից գործարք անելը չարժի։ Հիմա բացատրեմ iceberg հասկացողությունը ինչ է։ Դա տերմին է, որը որ օգտագործվում է շուկայում շատ հաճախ։ Iceberg-ը դա նույն մեծ объем հասկացողությունը, այսինքն այդտեղ ինչ-որ մեկը կա, որ մեծ քանակով կամ ծախում է կամ առնում է, բայց տեսքը, որը որ երևում է, լրիվ ուրիշ ձև է։ Ես սա բերեմ այս կողմը, որպեսզի ավելի պարզ պատկերացնեք նույն արժեթուղթը, այստեղ փոխենք, գնանք լրիվ ուրիշ բան, շատ արագ։ Ուրեմն, VTB ակցիայի վրա այս պահին iceberg-ը գտնվում է 400 գնի վրա։ Ուրեմն կոնկրետ iceberg-ը իրանից ինչ է ներկայացնում։ Պատկերացնենք կոնկրետ VTB-ի վրա, որը որ օրինակը կա, այստեղ այս գնի վրա ինչ-որ մեկը ուզում է 100,000 կոնտրակտ վաճառի, բայց քանի որ 100,000 թիվը շատ մեծ է VTB-ի վրա, ինքը չի ուզում, որպեսզի տեսնա, որ ինքը 100,000-ը ուզում է վաճառել, թե ինքը կոնկրետ ասված է, ում մասին է չեք կարող իմանալ կոնկրետ թե ով է եւ ինչի է վաճառում,
բայց սականում հստակ երևում է, թե ինքը դա գործողությունը ոնց անում։ Նայեք, 100,000-ի փոխարեն նա դնում է սականում 1000 կոնտրակտ, որը որ 1000-ը առնելուց հետո նորից կրկնվում է 1000։ Ենթադրենք էլի են առնում, նորից կրկնվում է 1000։ Ու այնքան միջև որ իր ընդհանուր ծավալը, այսինքն աբյոմը, որը որ պետք է ինքը վաճառի, վերջանում է։ Դա ոնց եք հասկանում, այսբերգա թե չէ։ Դրա համար մեզ օգնության է գալիս կլաստերը։ Ես օրինակով հենց հիմա ցույց տամ ու բացատրեմ ոնց եմ հասկացել, որ այդտեղ այսբերգ է։ Նայեք, 3224 այդտեղ պակուպկայի անց է։ Պակուպկայի անց է։ Մինչև այդ 11448։ Այդտեղ այդ քանակով աբյոմներ չի եղել, այսինքն առել են 1000, նորից կրկնվել է, առել են 1000, նորից կրկնվել է։ Բացատրելու ընթացքում կարող է նորից եւս տեսնեք, եթե առնեն, տեսնեք թե ինչպես է դա կրկնվում։ Հույս ունենանք, որ այդ process-ը կատարվի, որպեսզի տեսնեք, բայց ես ասած վիզուալ փորձեմ բացատրեմ։ Եվ կլաստերի օգնությամբ, այսինքն ինչ ձև եք հասկանում, դուք տեսնում եք, որ այդտեղ 1000 կա, հետո նկատում եք, որ իրան առան, 1000-ը նորից կրկնված, ուրեմն դա մեծ հաշվով այսբերգ է, մի քանի անգամ կրկնվելուց հետո արդեն ավելի շատ եք վստահում, որ դա այսբերգ է։ Այսբերգի վերաբերյալ կան կոնկրետ կանոն, որը որ բիրժանը հաստատել։ Երևացող մասի, այսինքն եթե երևում է 1000 կոնտրակտ, երևացող մասի 100 չափից ավել չի կարող լինի, այսինքն այս 1000-ի պարագայում 100,000 կոնտրակտ, բայց կարա դրանից քիչ լինի, այսինքն վերջնա 50-ից, 30-ից, 20-ից հիմնականում պահում են հենց 100 չափը, բայց շատ դեպքեր են լինում, որ դրանից ավելի քիչ են լինում։ Այսբերգին կարող եք հիմք ընդունել նույն ձև, ինչպես որ աբյոմից եք հիմք ընդունում եւ գործարք անում։ Ուղղակի մի քիչ անալիզի process ավելի բարդ, այսինքն հասկանալա պետք է այդ այսբերգը նորմալ կպահի, կռեալիզացնի իր ամբողջ աբյոմը, թե կվերջանա ավելի շուտ, թե ոչ։ Այսբերգները կարող լինեն տարբեր թվեր, ինչպես 1000 կարող նույնիսկ 1 կոնտրակտ լինի, այսինքն մեկը կրկնվի կամ 4 կամ 100 կամ նույնիսկ 5000, որը այս պահին էլի ՎՏԲ-ի վրա կար, մի քիչ շուտ 75 գնի վրա 5000 կոնտրակտ ինքը կրկնվում է։ ՎՏԲ-ն ինքը բավականին մեծ ծավալով ակցիա, այսինքն իր կապիտալիզացիան մեծ է, իր վրա կա առևտուրը ավելի մեծ քանակով է կատարում, դրա համար կարող նույնիսկ 10000-ից ակցիա լինի, բայց այսբերգ լինի, բայց այդպիսի դեպքեր մնացած ակցիաների վրա բավականին քիչ են լինում։ Հիմա ձեզ ներկայացնեմ ռոբոտ ասվածի հետ, այսինքն դրանք ծրագրային ալգորիթմներ են, որոնք որ շուկայում շատ հաճախ են հանդիպում, մի քիչ ավելի բարդ process-ը պատկերացնելու համար, կոնկրետ դրանցից օգտվելու համար ավելի շատ պրակտիկա է պետք, բայց ամենամեծ եկամտաբերությունը հենց այդ ալգորիթմներն են բերում։ Ինչ ձևի են դրանք լինում, կարող են լինել տարբեր ու տարբեր խարակտերիստիկաներ կրեն, ամենակարևորը հասկանալի լինի ձեզ համար, այսինքն դուք ճիշտ ընկալեք իր ալգորիթմը, թե ինչ ձև է ինքը իրան դրսևորում եւ ճիշտ ձևի օգտագործեք, որպեսզի կարողանաք ճիշտ ռիսկերը հաշվեք եւ հասկանաք, թե ինչքան պոտենցիալ կարա լինի։ Օրինակը բերեմ ձեզ ամենապարզ ռոբոտի օրինակը, որը ամենաշատ եկամուտն է բերում, դա հազարավոր ռոբոտի տեսակներից մեկն է։ Առնող կամ վաճառող ալգորիթմը, ռոբոտը, ես նույնիսկ դրա մասին վիդեո ունեմ, որը որ ավելի հստակ կարող եք նայել մեր YouTube-յան էջում։ Ինչ ձև է դա լինում։ Ակցիայի վրա նկատում եք այս ստիկերի օգնությամբ, որ 5 վայրկյանը 1 կոնկրետ առնելու վերաբերյալ օրինակը բերեմ ռուսալի, որ 5 վայրկյանը 1 100 կոնտրակտ առնում է։ Այս բան ուղղակի չկա այդ տեսակ օրինակը, որ ձեզ վիզուալ ցույց տամ, բայց պատկերավոր բացատրեմ։ 5 վայրկյան անցնում է, նորից 100 տեսնում եք, որ պակուպկա է անցել այս ստիկի օգնությամբ եւ նկատում եք, որ ամեն 5 վայրկյանը 1 պակուպկա անցնում։ Դա ամենահեշտ կատարվող ռոբոտն է ու իր արդյունավետությունը այնքան է, որ եթե անընդհատ 5 վայրկյանը 1 առնեն, շուկան ուղղակի կնկատի, որ որտեղ ակտիվ առնող կա եւ գինը կսկսի բարձրանալ տարբեր ֆակտորների պատճառով։ Եվ դուք էլ եթե նկատում եք, որ որտեղ առնող կա, կարող եք իր ուղղությամբ գործարք բացել։ Խի որովհետեւ իրան կառավարելու ռիսկերը գնահատելը շատ հեշտ է։ Ուղղակի մտքում հաշվեք, որ 5 վայրկյան անցնելուց հետո ռոբոտը չի առնում, այսինքն ալգորիթմը վերջացավ ու իր ֆունկցիան, որը որ կատարում էր, չի կատարում, կարող եք գործարքը ձեր փակել մինիմալ մինուսով կամ մաքսիմալ եկամուտով, այսինքն քանի ինքը առնում է, կարող գինը բարձրացնի։ Այդ տեսակ ռոբոտները շատ են, աշխատելու ընթացքում ամեն մի օրինակը ես ձեզ կբերեմ, նույնիսկ վիդեոներ զապիս կանեմ, կավելացնեմ անընդհատ նյութեր, որպեսզի ավելի շատ տեսնեք եւ պրակտիկայի ընթացքում իհարկե բոլոր ալգորիթմներից մաքսիմալ կերպով բոլորով կօգտվենք դրանցից եւ գումար կաշխատենք։